Ողջույն հարգելի հայրենակիցներ, ներկայացնեմ երեկվա կատարվածը ազգային ժողովում։ Երեք իշխանական պատգամավորներ ներկայացրեցին արտահերթ կարգով ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով էական փոփոխություններ են ենթարկում դիտորդական առաքելությունների գործունեությանը նվիրված հոդվածներում։ Դիտորդական առաքելությունը դա ընտրական գործընթացում ամենաքիչ լիազորություններ եւ պարտականություններ ունեցող սուբյեկտներից է, որը վերահսկողություն է իրականացնում ընտրությունների օրինականության նկատմամբ։ Նույն իմ կազմակերպությունը, որի անունը հնչեցվեց նաև արտահերթ նիստում ազգային ժողովի, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը իրականացրել է դիտորդական առաքելություն, բավականին պատվով եւ պրոֆեսիոնալ կերպով ու արձանագրել է տասնյակ ընտրախախտ թե 2021 թվականի համապետական ընտրություններին, թե Վաղարշապատ եւ թե Գյումրիի համայնքի հավաքայինների ընտրություններին։ Եվ այո, մեր վերահսկողության շնորհիվ ոչ միայն արձանագրվեցին, այլև կանխարգելվեցին մի շարք ընտրախախտումներ։ Ինչու համար է իշխանությունը ընտրությունների նախօրեին, երբ ըստ Վենետիկի հանձնաժողովի հատուկ կանոնակարգի ձեռնպահ մնալու պարտավորվածություն հանձնարարական կա, որ այո իմպերատիվ չէ, բայց կա հանձնարարական, շուրջ 1 տարվա ընթացքում մինչ ընտրությունները չկատարելու փոփոխություններ ընտրական գործընթացում, նման փոփոխությունների ենթարկում ընտրական գործընթացը։ Արդյոք միտում կա ոչ իշխանական, ոչ համագործակցային կազմակերպությունների միջամտությունը օրինական վերահսկողության տեսքով սահմանափակելու։ Բնականաբար, օրինակ, ես որպես օրենքով առաջնորդվող մարդում համար գերակա է իրավունքը եւ օրենքը, եթե այս ընտրություններին այլ կարգավիճակով մասնակցելու լինեի եւ քաղաքական ասոցիացումներ ունենամ, չէի պատրաստվելու դիտորդական առաքելություն ղեկավարեի կամ դիտորդի կարգավիճակով գործընթացներին ներգրավեի։ Այս փոփոխությունների փաթեթը բավական լայնածավալ երբ ուսումնասիրում եմ, դրանով էական սահմանափակումներ ու բավական խնդրահարույց կարգավորումներ է դրում, էականորեն նեղացնելով շրջանակը մյուս բոլոր կազմակերպությունների համար։ Իսկ ինչու է դա արվում։ Իսկ ով է ասել, որ պետք է միայն ձեզ հետ մտերիմ հարաբերակցություն ունեցող մարդիկ ու կազմակերպությունները հնարավորություն ունենան վերահսկողություն իրականացնելու եւ ինչու ոչ նաեւ հավանաբար աջակցելու ընտրական գործընթացի միջամտությունների։ Ոնց պարզ դարձավ, որ կրկին ձեզ հետ համագործակցող ուղղակիորեն ասոցիացում ունեցող կազմակերպության ներկայացուցիչը ինչպես երեք ինքը իր հարցազրույցում ներկայացրեց, մասնակցել է այս նախագծի մշակմանը, իսկ ես եւ մի շարք այլ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ ու դիտորդներ ու հատկապես մասնագիտությամբ իրավաբաններ անգամ չենք իրազեկվել նման նախագծի մասին, երբ կրկին Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորվածություններից բխում է, որ օրենսդրական նախաձեռնությունները պետք է ապահովեն մասնակցելիության եւ հանրային քննարկումների համատեքստում։ Իսկ ուր մնաց հանրային քննարկումը, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջը եւ ինչ սկզբունքով է որոշվում, որ այդ մի դիտորդը կարող է մասնակցել նախագծի մշակմանը, քննարկմանը։ Միայն ընդունելի է այն քաղաքացիների քաղաքական կարծիքը, ովքեր իշխանական ուժին են աջակցում, ընդունելի է այն քաղաքացիների քաղաքական մասնակցելիությունը, ովքեր իշխանական ուժերին են աջակցում, ընդունելի եւ չեզոք են համարվում այն դիտորդները, ովքեր ձեզ հետ բարեկամական հարաբերությունների մեջ են գտնվում։ Մնացածը ավելորդ անտեղի հարցադրումներ են։ Ուստիև կոչ եմ անում հարգարժան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին հետևողականություն դրսևորել, այս օրենքը ըստ էության հակասահմանադրական որակման կարող է արժանանալ եւ ամենակարևորը որպես միջազգային սերտիֆիկացված դիտորդ, նաեւ միջազգային ատյաններին եմ տեղեկացնելու այս հակաօրինական process-ի վերաբերյալ։